Մոտ 4 տասնյակ կտավ հայրենիքի թեմայով գեղանկարչուհի Անի Իսրայելյանի առաջին անհատական ցուցահանդեսն է։ Ներկայացված են հեղինակի վերջին 3-ից 4 տարվա աշխատանքները։ Յուրաքանչյուր եւ արվեստագետ եւ արհեստ ունեցող մարդը պետքա ինչ-որ մի փոքրիկ ներդրում ունենա մեր հայրենիքի համար, որպեսզի մեր Հայաստանի հետ կապված ոչինչ չկորչի եւ անցյալից եւ ներկայից։ Այսինքն բերենք մեր սերունդներին կրթենք։ Սիրում է օգտագործել կապույտի երանգները, նշում այն իր պատկերացրած հայրենիքի խաղաղության գույնն է։ Ուզում եմ, որ մեր հայրենիքը լինի այսպես եւ խաղաղ եւ վառ գույներով։ Այսպես եմ տեսել մեր հայրենիքը, այսպիսի գույների մեջ։ Հայրենիքիս խորագրով ցուցահանդեսում այցելուն կգտնի ոչ միայն բնապատկերներ, հայկական ճարտարապետությանը բնորոշ դետալներ, այլև մեր կենցաղը ներկայացնող գործեր։ Անին պնդում է, ամեն ինչ հայկական մոտիվներով է։ Ցուցադրված են նաև նատյուրմորտներ, որոնք հավաքված են հայկական մոտիվներով։ Այնտեղ ունեմ հեռախոսը հայկական հին, վազաներ, դա եմ փորձել հայկական հին խոհանոցը, սպասքը, այդ ամեն ինչը փորձել եմ հավերժ պահել կտավներում իմ։ Անի Իսրայելյանն ընդգծում է, անհատական ցուցահանդեսը ստիպում է արվեստագետին ավելի պատասխանատու մոտենալ գործին։ Կողք կողքի համադրելով կտավները, հեղինակն առաջինն է նկատում թերություններն ու առավելությունները։ Այս ցուցադրությունը ինձ ստիպում է ավելի շատ աշխատեմ, ավելի պարտաճանաչ, ավելի պատասխանատու եմ այսուհետ ես ինձ զգում եւ ավելի նորովի ներկայանալ ավելի շատ, ավելի գունեղ, ավելի հետաքրքիր եւ պարտավորված եմ ինձ զգում արդեն։ Հաջորդ անհատական ցուցահանդեսին պատրաստվում է արդեն այսօրվանից։ Կրկին կներկայանա հայրենիքի թեմայով։ Յուրա Վահանյան, Աշոտ Խաչատրյան, Լուրեր։